Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր, լավ երաժշտություն, լավ տրամադրություն առավոտից հանրայինի ուղիղ եթերում, բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր։ Բարի լույս, ճիշտ հաճախականության եք միացել 55-37-02, այս հեռախոսահամարը պետք է հիշել, որովհետև առաջիկա 1.5 ժամվա ընթացքում տաղավարում սպասելու ենք ձեր զանգերին, Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են այսօր եթերում, մեզ հնարավոր է նաև դիտել։ Այո, մեզ կարող եք դիտել հանրային ռադիոյի Facebook-յան էջում, Հայաստանի հանրային ռադիո փնտրեք, բաժանորդագրվեք մեր էջին, նաև armradio.am կայքում կարող եք հետևել մեզ եւ երկու դաշտերում էլ երկու հարթակներում էլ կան մեկնաբանության հնարավորություններ, կարող եք մեզ գրել։ Մենք ուրախ ենք օրը սկսել միասին, մանավանդ որ դա այս աշխատանքային շաբաթվա վերջին օրն է եւ վերջապես հունվար ամսվա նախավերջին օրն է, վերջին ուրբաթն է։ Այո, ես արդեն չեմ հավատում, որ այս ամիսը ինչ որ պահի ավարտվելու է, առավոտյան էլի կզարթնենք, միևնույն է հունվար կլինի, բայց հուսանք, որ վաղը գոնե արագ կանցնի, ամեն դեպքում ճանապարհեցինք ձմռան երկրորդ ամիսը, մի քիչ մնաց դիմանալու, այո, ամենածանր ամիսը, եւ Սևակ արդեն քանի օր է մնացել տարվա ավարտին։ Տարվա ավարտին մնացել է 335 օր։ Դեռ շատ կա, այո։ Այնպես որ միացեք մեզ, հունվարի վերջին ուրբաթ օրը միասին անցկացնենք, շատերիս մոտ ոչ գումար է մնացել, ոչ էներգիա, բայց մենք շարունակում ենք սպասել փետրվարին։ Կարմի ուրիշ տեղ վերև ես ու դու ենք սեր տարել կրակ կար ու շատ քարեր իմ ու կոլույսից էր վարել Կարմի ուրիշ տեղ ներքև ես էի դու էլ չես տեսել լույս չկար կար շատ փշեր ես մենակ եմ ընդեղ վարել Ես գնում եմ to the party. Life is fun, in my body is gonna move to the party. Chicka anybody is part of my at the party. Life is fun in my body is gonna move to the party. Chicka anybody is part of my at the party. Life is fun in my body is gonna move to the party. Chicka anybody is part of my at the party. Life is fun in my body is gonna move to the party. Chicka anybody is part of my to the party. Karmi ուրիշ տեղ վերև ես ու դու ենք սեր տարել կրակ կար շատ քարեր իմ ու կոլույսից էր վարել կարելի մի ուրիշ ավելի ներքև ես էլ դու հաստատելի չես տեսել լույս չկար մենակ ես էի ու փշեր ես հաստատ մենակ եմ այստեղ էլ բարել Ես գնում եմ to the party. Life is bunker in my body, is gonna move to the party. Chicka anybody is part of my at the party. Life is bunker in my body, is gonna move to the party. Chicka anybody is part of my at the party. Life is fun in my body, is gonna move to the party. Chicka anybody is part of my at the party. Life is fun in my body, is gonna move to the party. Chicka anybody is part of my to the party. The station with the best music. Best music. I love the music. Best music. 9:34 դուք հետևում եք հանրային ռադիոյի ուղիղ եթերին, սուրճ ու սեր առավոտից մենք փորձում ենք ապահովել եւ սպասում ենք ձեր մեկնաբանություններին ու զանգերին։ Այո, մի մոռացեք կապը դարձնել ինտերակտիվ, հատկապես որ այսօր մեր եթերը, ինչպես ընդունված է ասել, շատ սիրառատ է լինելու, սիրոտոներն են մոտենում, վաղը հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը եւ այսօր խոսելու ենք այդ մասին, ունենալու ենք հետաքրքիր հյուր, ամբողջ եթերի ընթացքում սպասելու ենք ձեր զանգերին եւ ձեր սիրո պատմություններին
մեկնաբանություններին։ Իդեպ, եթե մեզ ամեն առավոտ եք հետևում, նկատած կլինեք կամ կհիշեք, որ օրեր առաջ, երբ մեր հյուրն էին հերոսների վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչները, նրանք մեզ երեխաների ձեռքերով պատրաստած մի շատ գեղեցիկ սրտիկ նվիրեցին, 3D մոդելավորմամբ ստացված լամպ, լուսամփոփ, այո, եւ քանի որ հենց եթերի ընթացքում էինք նվեր ստացել, կարծեցինք, որ ամենաճիշտը կլինի, որ նվիրենք հենց մեր ռադիոլսողներից մեկին, սիրո տոների հետ կապված Սուրբ Սարգսի տոնի առիթով, այնպես որ զանգահարեք մեզ, պատմեք ձեր սիրո պատմությունը եւ ամենագեղեցիկ պատմության հեղինակը կստանա այս սրտիկը որպես նվեր, այնպես որ սպասելու ենք ձեր զանգերին եւ ձեր սիրո պատմությանը։ Եք զանգել պատմել, կարող եք գրել մեկնաբանությունները եւս հաշվի կառնենք, այնպես որ այսօր խաղարկում ենք սիրտ, որը ոչ միշտ է, որ խաղարկության է դրվում, կարող եք զանգել կամ գրել մեզ եւ տեսնենք թե ինչպիսին են ձեր սիրո պատմությունները։ Իդեպ կարելի է նաեւ սեր խոստովանել, ինչու ոչ այսօր, այո։ Սերը նաև կջերմացնի մեզ առաջիկա օրերին, տեսնենք թե ինչ եղանակ է սպասվում Հանրապետությունում, վերջին օրերին կարծում եմ բոլորդ էլ կխոստովանեք, որ շատ ցուրտ է եւ մի փոքր դժվար ենք համակերպվում այս եղանակին, տարիներ առաջ, երբ նման եղանակը սովորական էր, չենք դժգոհում։ Հիմա արդեն ասում ենք վայ, ես ինչ ցուրտ է։ Հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է սպասվում այսօր, ահա վաղը եւ փետրվարի առաջին 3 օրերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևմտյան է 3-ից 6 մետր վարկյան արագությամբ։ Հունվարի 30-ին եւ վաղը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 5-ից 7 նիշով, հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում։ Մայրաքաղաքում այսօր տեղումներ չեն սպասվում, ձյուն սպասվում է փետրվարի 1-ից, այսօր եւ վաղը ակնկալվում է նաեւ մառախուղ։ Եղանակի մասին մի փոքր երկար եմ խոսելու, որովհետև թարմացում ունենք Գագիկ Սուրենյանից վաղը երեկոյան ժամերից Հայաստանին միջերկրական ծովի շրջաններից կմոտենա հերթական ցիկլոնը եւ կմնա մինչեւ փետրվարի 4-ը։ Առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում նաեւ կդիտվի քամուշ գնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ցիկլոնը հարավ-արևմուտքից իր հետ բերում է տաք օդային հոսանքներ, լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր այլևս չեն դիմանում այս ցրտաշունչ ձմռանը, ինչի արդյունքում արդեն վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև Արարատյան դաշտում, Երևանում օդի ջերմաստիճանը վեգա կբարձրանա 7-ից 8 նիշով։ Այնպես որ այսօր էլ դիմացեք, վաղը արդեն ձյուն կլինի եւ նաև ջերմաստիճանը կտաքանա։ Հասկանանք թե որքանով է ձյունը եւ մառախուղը ազդել Հայաստանի Հանրապետության ճանապարհների վրա։ Երեկվա դրությամբ 3 երեկոյան փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները արդեն ահագին ժամանակ է շարունակում են փակ մնալ, բայց դժվար անցանելի է նաեւ Վարդանյանց լեռնի անցքը։ Արագածոտնի մարզի ներողություն կիսակցորդների համար է դժվար անցանելի, մյուս բոլոր սպորտային միջոցների համար անցանելի է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից մինչև Թալինի տարածք մառախուղ է։ Շիրակի եւ Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ առկա է մերկասառույց։ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իդեպ մառախուղ կա նաև Երևանում, այս ժամին դեռ մառախլապատ են Բարսատի շրջանները քաղաքի, այնպես որ երթևեք էլի սա նկատի ունեցեք։ Գանք հենց մայրաքաղաք, տեսնենք ինչ պատկեր է խցանումային տեսանկյունից, այս պահին խցանումային նիշը մեր մայրաքաղաքում 5 է, դե կան ծանրաբեռնված փողոցներ, հիմնականում այն փողոցները, որոնք նախ բերում են կենտրոն, դա Իսակովի պողոտան է, Երևանյան լճի տարածքում եւ նաեւ դեպի արդեն կենտրոն շարժվող ավտոկայանի հատվածում, Աթենքի պողոտան ինչպես միշտ Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ծանրաբեռնված է, Պարոնյան փողոցում կա երթևեկության դանդաղ ընթացք, Ամիրյան փողոցը Հանրապետության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա եւ հակառակ ուղղությունը Սարյանից դեպի Մաշտոցի պողոտա բավական ծանրաբեռնված է, Մելիք Ադամյան, ներողություն, Հանրապետության փողոցն է բավական ծանրաբեռնված, շատ մուգ կարմիր գույնով է կարտեզի վրա, Սախարավի հրապարակից դեպի Խանջան Վարդանանց փողոցում կա խցանում, բարձրանանք մի փոքր վերև, տեսնենք Կորյունի փողոց
Զարմանալի է, բայց այստեղ խցանում չկա, սովորաբար լինում է այս կողմերում եւ Բաղրամյան փողոցում ազգային ժողովից դեպի օպերա եկող հատվածը տեղ նաեւ Կիևյան կամուրջ Կիևյան փողոցը դեպի բարեկամություն շարժվող ուղղությամբ կա թեթև խցանում, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը տանելի է։ Լավ է, որ կարծես թե այսօր ավելի թեթև է, վաղը մյուս օրը էլ ավելի թեթև կլինի, հանգստյան օրեր են մեզ սպասվում, այնպես որ դիմացեք թե աշխատանքային շաբաթվա, թե հունվարի, թե խցանումների մասով, այո, վերջին ծանր օրն է կարծես է այս ամսվա, տարադրամի փոխարժեքին նույնպես ծանոթանանք, ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 379 դրամի եւ 1 լումայի, 452 դրամ 72 լումա է եվրոն, 4.9 ռուսական ռուբլին, վրացական լարին 140 դրամ է 9 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 522 դրամ է 48 լումա, եւ դիրհամ այսօր համարժեք է 103 դրամի եւ 22 լումայի։ Ահա այն կարևոր տեղեկատվությունը, որով ձեզ հետ կիսվում ենք առավոտյան, օրվա ընթացքում դեռ կթարմացնենք, հիշեցնենք, այսօր խոսելու ենք Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնից, եթերը սիրառատ է լինելու, ինչը նշանակում է, որ սպասում ենք ձեր մեկնաբանություններին եւ հեռախոսազանգերին, ունեք նաեւ նվեր, օրիգինալ Սիրո պատմությունները, Սիրո խոստովանությունները, մենք կլսենք եւ այսօր բարդ գործ է մեզ բաժին հասցել, վերջում պետք է դատենք, այսպես ասած, եւ փոխանցենք նվեր, որը օրեր առաջ հենց մենք ստացանք եթերում, ահա իսկ գեղեցիկ սրտիկը, այնպես որ զանգահարեք 55 37 02, սպասում ենք ձեր հեռախոսազանգերին։ Շարժիր սիրտ ստեղից Շարժիր չես պասեն անտեղի Շարժիր մեկ առաջ մեկ հետև Որ ես կյանքը վայել ենք մին թեթև Ինչ ուզես կեզ կարելի է Կեզ ամեն ինչ ներելի է Էր գլիս ես մոտ ես բարելով Շարժիր սիրտ ստեղից Շարժիր չես պասեմ անտեղի Շարժիր մեկ առաջ մեկ հետև Որ ես կյանքը վայել ենք մին թեթև Շնդակոդել չեմի գուլի Չեխար չեմի սիխվարուլի Մոտի բարեմ սուլի սայղե Alkohol tunda խմիր ու բարի Մեկի մոտ ծնունդա, մեկի մոտ նոտարի Վիսկի, տեկիլա, բուն, գինի, տե չաչա Սիրտը ինչ է ուզում, ասա մու չաչա Դու բոցից ես կարել, շորը քո հակի Ասես դու ես արարել, գյուտը կրակի Բոլորս միասին, Երևան, Թբիլիսի Թող արար աշխարհը երկը մեր լսի Շարժիր սիրտ ստեղից Շարժիր չես պասեմ անտեղի Շարժիր մեկ առաջ մեկ հետև Որ ես կյանքը վայել ենք մի թեթև Սուրճ ու սեր առավոտից։
Շարժվեք վաղ առավոտ է, ցուրտ է, բայց պետք է վեր կենալ, շարժվել, արթնանալ, պատրաստվել, սուրճ խմել, այս ամենը կարող եք անել մեզ հետ եւ կարող եք վերհիշել նաեւ ձեր սիրո պատմությունները էլի մեզ հետ, քանի որ եթերն այսօր առավել քան սուրճ ու սեր է, որովհետեւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնից ենք խոսելու, եթերաժամի հաջորդ հատվածում տոնն է մոտենում եւ ընդհանրապես սիրո տոները, բայց վեգա արի տեսնենք ինչ կա չկա օրացույցում, այսօր ինչպես նշեցինք հունվարի 30-ն է, օրը ուրբաթ է, ավարտվում է հունվար ամիսը, սա նախավերջին օրն է եւ վերջին ուրբաթն է։ Ինչ կա աշխարհում, օրինակ Երևանում բացվել է 1975 թվականի այսօրը Եղիշե Չարենցի տուն թանգարանը, 1969 թվականի այսօրը տեղի է ունեցել Beatles խմբի վերջին համերգը, հետաքրքիր է, վերջին շրջանում օրացույցում շատ են Beatles-ի հետ կապված օրերը, Վահրամ Փափազյանն է ծնվել 1888 թվականի այսօրը, եւ հոբելյարներից Քրիստիան Բեյլը, ամերիկյան օսկարակիր այո։ կինոդերասան, լավագույն Բեթմենը թերևս DC Comics-ի պատմության ամենասիրված Բեթմենի ծննդյան օրն է նաեւ այսօր եւ այո։ որը խաղացել է նաեւ Խոստումը ֆիլմում հայոց ցեղասպանության մասին պատմող, նաեւ անդրադարձել է մեզ։ Զանգ ունենք, կարծես թե մեզ հուշում են, Իդեպ տեսնենք ունենք նաեւ արդեն բազմաթիվ մեկնաբանություններ, դրանց նույնպես կանդրադառնանք զանգի ավարտից հետո։ Բարի լույս։ Ում հետ ենք զրուցում։ Շատ ուրախ ենք Շատ ուրախ Տաթև։ ենք Տաթև, բարի լույս։ Ինչպես եք։ Ինչպես է օրը սկսվել։ Շատ լավ։ Դե լսում ենք։ Պատմելու եք մեզ ձեր սիրո պատմությունն այսօր։ Այո, Ահա, Լսում ենք։ լսում ենք։ պատմեմ։ Այո, Ես ծանոթացել եմ 2008 թվականից, ըհը։ առաջի հայացքից սիրել եմ, դրանից հետո ամուսնացել ենք, ու ասեմ, ծանոթացել ենք կաֆեում։ Ահա։ Պատահաբար։ Այո, այնտեղ էի աշխատում։ Օ, հրաշալի է։ Իսկ հիմա դե չեմ աշխատում, Ահա։ հետո բաժանվել եմ նրա համար, որ ես գնում էի դիրքեր, ինքը դեմ էր։ Ահա։ Դրանից հետո բաժանվել եմ ու գնացել եմ դիրքեր եկել, հիմա էլ չեմ տեսնում։ Ահա, այս վիճակն է։ Հիմա տանից եք մեզ զանգարում։ Հաջան, Տանից եք զանգում։ այո, դալմայի։ Ահա։ Շատ լավ, շնորհակալ ենք Շատ ձեր լավ, պատմության շնորհակալ ենք համար։ զանգի Մենք եթերի համար։ ավարտին կապոփենք, իհարկե, բոլոր մեկնաբանությունները Իդեպ Սևակ, զանգերը։ ինձ գիտես ինչը շատ դուր եկա, որ չնայած այն բանին, որ ճանապարհները հետո բաժանվել են եւ ցավոք ամուսնալուծվել են, միևնույն է, չգիտեմ, Սիրո սիրո պատմությունը պատմությունը մնացել, շատ այո։ ջերմ եւ գեղեցիկ էր պատմում, թե ինչպես են հենց առաջին հայացքից սիրահարվել։ Մի քանի մեկնաբանություն նույնպես կարդանք։ Եվ այսպես նախ Եսեր Մխիթարյանը հարցնում էր թե հոգեբանական կենտրոնը ինչպես կարող ենք փնտրել համացանցում, հենց այդպես էլ կարող եք գրել զինվորների վերականգնողական քաղաք, բացի դրանից նաև շնորհավորում եմ վաղվա Սուրբ Սարգսի տոնը, թող Սուրբ Սարգիսը բարեխոսի բոլոր սիրահարների համար, որ ներողություն հասնեն իրար։ Թարգմանեմ նաև արագ հաջորդ մեկնաբանությունը, անգլերեն մեկնաբանություն ենք Վալենտինի օրվա կապակցությամբ այս մի շնորհավորում եմ ձեզ բոլորից սիրելիներ եւ խիզախ սեր եմ մաղթում Վարդագույն քաղաքում Երևանում ուր էլ որ գնաս միշտ վերադառնում ես քո ազգ, քո հայրենի երկիր, որը անմոռանալի է։ Այո, գրեք Ամազին էր գրել մեզ այս մեկնաբանությունը եւ մեկնաբանություն ունենք Գյումրիից, բարի լույս իմ շատ սիրելի հաղորդավարներ ջան, շատ ջերմ բարևներ ցուրտ Գյումրիից, մենք էլ ցուրտ Երևանից ենք բարևներ ուղարկում, բայց կարևորը բարևները տաք լինեն, որովհետեւ այդ ջերմությունն է, որ պետք է այս օրերին մեզ ջերմացնի։ Այո, Եսեր Մխիթյանը նաև գրել է, որ սեր է խոստովանում մեզ ռադիոյին, սիրելի հաղորդավարներին, ուզում եմ ասել, որ մեզ շատ սիրում են, մենք էլ ձեզ ենք շատ սիրում եւ գնահատում ենք այն, որ միշտ մեզ հետ եք, միշտ դիտում եք, միշտ մեկնաբանություններ եք թողնում։ Գրեգ Ամազին նաև ավելացնում է, որ ամենագեղեցիկ աղջիկները հայ աղջիկներն են եւ որ հիմա էլ նստած նայում է, շնորհակալ եմ։ Նրանցից մեկին անչափ շնորհակալ եմ եւ առհասարակ շատ շնորհակալ ենք բոլոր այն ջերմ խոսքերի համար, որ հենց մեզ ուղված թողնում եք մեկնաբանություններում կամ զանգերի ընթացքում։
Շարունակելու ենք սպասել զանգերի։ Ակտիվությունը սկսված է, Այո։ մեզ շատ ուրախացնում է դա, ոգևորում է 553702, կարող եք մեզ զանգահարել, պատմել ձեր սիրո պատմությունը եւ եթերի ավարտին մենք արդեն կամփոփենք արդյունքները։ Մենք հիշեցնենք, որ յուրաքանչյուր ժամագլխի ռադիոլուրի մեր գործընկերները թարմացնում են նաեւ տեղեկատվությունը, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին 1 ժամում, րոպեներ անց արդեն ռադիոլուրի մեր գործընկերոջն ենք հյուրընկալելու մեր տաղավարում, իսկ մինչեւ այդ շարունակենք ակտիվ ռիթմերով Բրունո Մարսի վերջին թողարկած երգը լսենք։ You stepped inside with a vibe I ain't never seen. Yes, you did. Ooh, so girl, if you talk like you walk, come and talk to me. But look here, it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. But first, may I just say that your face got me so intrigued. I'm so intrigued. But what good is beauty if your booty can't find a beat? I don't wanna know, girl. So please don't do that to me. 'Cause it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, whoa, 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 whoa. Whoa, 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 whoa. This the part where you break it all the way down, 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 down. This the part where I turn you all the way around, round, round, round. Put some spirit in it, put your heart into it. That's all I need. And if I like what I see, you're coming home with me. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. Սուրճ ուսեր առավոտից։ Բրունո Մարսին էինք լսում, 2 օր մնաց, 1.5 կարելի ասել Գրեմի մրցանակաբաշխությանը եւ հաջորդ շաբաթվա մեր թեմաներից գլխավորը լինելու է Գրեմին, ով ինչ հագավ, ինչ սկանդալներ եղան, ով քանի մրցանակ տարավ, քանի արձանիկ եւ ինչեր տեղի ունեցան կուլիսներում, այս ամենի մասին պատմենք ձեզ իհարկե։ Այո, եւ դրանից քիչ ժամանակ անցել արդեն Օսկարյան սկանդալներն ու քննարկումները ձեզ կներկայացնենք։ Ես անհամբեր սպասում եմ օրինակ Օսկարին տեսնելու, թե ովքեր են գլխավոր մրցանակակիրները։ Բայց վերադառնանք
անդրադառնանք մեր այսօրվա թեմային եւ տոնին, վաղը ինչպես նշեցինք, Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է նշվելու, այն իդեպ շարժական տոն է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ եւ սովորաբար տեղի է ունենում հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած միջակայքում շաբաթ օրը եւ այս տարի այն անցկացվում է հունվարի 31-ին ավանդության համաձայն երիտասարդները տոնի նախորդին, այսինքն այսօր ամբողջ օրը ջուր չեն խմում, կներուց առաջ ուտում են աղի բլիթ, մենք ունենք մեր տաղավարում, իդեպ մեր սրտիկի հետ աղի բլիթներ էլ կփոխանցենք այսօրվա մեր Վիկտորինա չասեմ, մեր խաղի հաղթողին եւ ով պիտի պատրաստի վեգա աղի բլիթը, երկու տարբեր վարկածներ կան, առաջինը պետք է պատրաստի ամուսնական կյանքում երջանիկ համարող կին, իսկ երկրորդը պետք է ասում են պատրաստի այրիկին։ Այդ ամենը կճշտենք մեր հյուրերից, արդյոք կա նման տարանջատում թե չէ, եւ գիտեք շարունակությունը երազում, ով ջուր է բերում, դառնում է ապագա ամուսին կամ կին։ Կերել ես սևակ աղի բլիթ, եղել են հաջող երազներ։ Չէ, ես երազներ տեսնող, պատկերավոր երազներ տեսնող մարդ չեմ, եթե տեսնում եմ ինչ-որ հիմար պատմություններ են, կոնկրետ ինչ-որ դեպքեր չեմ հիշում, քո դեպքում։ Ես էլ եմ միշտ տարօրինակ, ես դարձիպես երազներ տեսնող մարդ եմ եւ աղի բլիթ ուտելիս միշտ շատ տարօրինակ երազներ եմ տեսնում, նախորդ տարի օրինակ կերել էի եւ երազում ամուսնացել ինչ-որ գյուղապետի հետ։ Ընդ որում չգիտեմ որ գյուղի եւ ով էր նա, բայց հիշում եմ որ շատ տարօրինակ եւ ծիծաղելի երազ էր, ընկերներս դեռ երկար ժամանակ ծիծաղում էին ինձ վրա այդ առիթով։ Հետաքրքիր պատմություն էր, իսկ ով է Զորավար Սուրբ Սարգիսը, նա համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասից է, ըստ ավանդության Սուրբ Սարգիսը քաջ էր, ազնիվ օգնում էր խեղճերին, անմեղներին եւ պատժում չարերին։ Նա ժողովրդական պատկերացումների գործ կամ ճերմակ ձիավոր էր, իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին, կայծակին եւ նրա ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում ու կա նաեւ նման ավանդույթ, որ փոխինձ են դնում, չէ, դռան մոտ եւ եթե առավոտյան արթնանում են եւ սմբակի հետքեր կան, ուրեմն Զորավարը գիշերը այցելել է տվյալ ընտանիք։ Ահա, հետաքրքիր է, տեսնենք այսօր այս գիշերում ընտանիք կայցելի, շուտով ռադիոլուրի մեր գործընկերոջը պիտի ողջունենք, բայց մինչ այդ կարծես թե հեռախոսազանգ ունենք, կհասցնենք ընդունել, այո, իհարկե կհասցնենք, տեսնենք ով է մեզ միացել։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ում եք զրուցում։ Անունս Գևորգ է, ես շատ ուրախ եմ կապնվում ձեր ռադիո հաղորդումներին։ Շատ ուրախ ենք, Գևորգ, որտեղից եք մեզ զանգում։ Այդ տոնի կապակցությամբ իմ պատմությունը։ Ահա։ Ուն այսպես, ես ուղևորության էի դեպի որպես կոմանդիրովկա այսպես ասած։ Ահա, գործուղում։ 5 թվականին եւ գնացքից իջա Սոֆիա Մոսկվա գնացքից Կիևում։ Մի աղջիկ տեսա, շատ մոդայիկ հագնված, 16 տարեկան, մոտեցա խոսացրեցի, ես 25 տարեկան եմ այն ժամանակ, արդի ասի հեռախոսի համար բան, նա ամիջապես պետք իր համարը, հետո ես զանգահարեցի ուղևորության հաջորդ օրերը, դա 4 էր, Ամերիկայի անկախության օրը, այն տարավ ատրակցիոն չեխական անկրկնելի, նա ես նյան կաֆեին հյուրասիրեցի պաղպաղակ, էլի անկրկնելի, ես տարբեր լեզուներով ոգևորված խոսում են նրա գեղեցկությունից շպարված, եւ հայերեն էլ խոսացին, ասես «Ատկեպետ на каком языке?» Ես ասի, у меня, ասի, ես եղբայրներ ունեմ, ագիտե ես Բուղայայից եմ, էլի, ես եղբայրներ ունեմ Երևանում, դա որտեղ է ինձ ձևացնելով, նա ասեց, «Էտը Ադրբեջան է», նրա նույքերում այդպես էր գրված, ես թափված այլևս նրա հետ կապերը խզեցի։ Այդպեսի ավարտ ունեցավ ձեր պատմությունը։ Շնորհակալ ենք։ Ցավոք տխուրել են լինում սիրո պատմությունները, բայց գուցե սիրո գեղեցկությունը հենց դրանում էլ կայանում է։ Այո, մենք մտապահում ենք ձեր պատմությունները, վերջում կդատենք, ունենք այս պահին երկու պատմություն եւ երկուսն էլ իրական տխուր ավարտ են ունենում։ Սիրելի ռադիոլսողներ, փորձեք պայծառ եւ վառ պատմություններով մեզ հետ կիսվել, իսկ մինչեւ այդ մենք ողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը Մարլենային, տեսնենք թե վերջին 1 ժամում ինչ է կատարվել մեր երկրում
Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, բայց մինչեւ այդ ողջունենք նրան։ Բարի լույս Մարլենա։ Բարի լույս, օրվա խորհրդին համապատասխան քեզ մեկ բաժակ ջուր։ Անչափ շնորհակալ եմ։ Ես գտա իմ Սարքսիտոնին, արդեն կարող եմ աղի բլիթ չուտել։ Ի վերջո սերը միայն ռոմանտիկ առումով չի լինում, սեր ինքներս մեր հանդեպ, գործընկերների հանդեպ, աշխատանքի եւ առավոտը միշտ այդ սերը ես զգում եմ այս ռադիոյում։ Իդեպ ես ասեմ, մայրիկս հայրիկից տեսել է Սուրբ Սարգսիտոնը երազում։ Ավելին ասեմ, 1-2 տարի հետո հանդիպելուց հետո ճանաչել է, որ դա այն տղան է, որին ինքը տեսել է Սուրբ Սարգսիտոնը երազում։ Ահա, պատմությունները ինչքան հետաքրքիր են լինում, եւս մեկ պատմություն գրանցենք ու վերջում եթե այլ հետաքրքիր պատմություններ չլինեն, սիրտը կփոխանցենք Մարլենային։ Մայրիկին։ Այո։ Դե ինչ, միանանք Ռադիո Լուրի ժամը 10-ի թողարկմանը։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում Ռադիո Լուրը, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ երեկ կայացել է քննարկում Եվրոպական խորհրդանարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որին հաջորդել է падգամավորների հետ հարց ու պատասխան։ Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքքալիստերը։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, արկա ձեռքբերումներին ընդգծվել է տրանսպորտային եւ տնտեսական փոխկապակցվածության ներառական ցանցի ապահովման կարևորությունը։ Անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին, Միրզոյանը նշել է մեջբերում եմ. ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև էր, եւ մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը մեջբերման ավարտը։ Միրզոյանը եւ Եվրոպական խորհրդանի падգամավորները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ, ընդգծելով գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման հարցում ընդգծված պատասխանատվությունը։ Հայաստանի արտգործնախարարը Բրյուսելում այսօր շարունակելու է հանդիպումներ ունենալ։ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա, կարծում են Մոսկվայում։ 10-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը ասել է. մենք հույս ունենք, որ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ գիտակցում է Բրյուսելի հետ հարաբերությունների արագ սերտացման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքը անձամբ է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին եւ ուկրաինական այլ քաղաքներին, ինչին ի պատասխան ստացել է Պուտինի համաձայնությունը։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ ասել է, ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա։ Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի մասին է խոսել նաև ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը Մեթյու Ուիթքարերը Fox News-ին հարցազրույց է տվել, ասել է, որ կարգավորմանը քիչ է մնացել, շարունակվում են աշխատանքը տեխնիկական եւ բարդ հարցերի շուրջ, նշելով, որ մնացել է մեկ տարածքների հարցը։ Տեղեկացնենք նաև, որ Եվրամիությունը փետրվարի 24-ին պատրաստվում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որի բովանդակության շուրջ քննարկումները շարունակվում են, հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Իրանի շուրջ զարգացումներ Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույցում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս, վստահեցրել է ադրբեջանական կողմը միշտ ընդգծել է անկայունություն առաջացնող քայլերից ու հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Արկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես երկխոսության եւ դիվանագիտության միջոցներով, նշել է
են Բաքվի ներկայացուցիչները, հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքը օգտագործվի Իրանի դեմ կամ այլ երրորդ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Արկա լարվածությանը անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, նա նշել է, որ Եվրամիությունը ռազմավարական սխալ է կատարում ահաբեկչական կազմակերպությունների շարքին, դասելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Եվրոպան զբաղված է ճգնաժամի կրակը բորբոքելով, սոցցանցում գրել է Արաղչին։ Եվրամիության դիվանը գիտության ղեկավար Կայա Կալասը երեկ հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է ահաբեկչական կազմակերպություն համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Եվ լրահոսի վերջին տեղեկությունը փետրվարի 15-ից կգործի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարը, որը հնարավորություն կտա մեկ զանգով ապահովել թե ոստիկանության, թե փրկարար ծառայության օպերատիվ արձագանքը։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է 112-ը կնպաստի արձագանքման ժամանակի նվազեցմանը, բացառելով ծառայությունների հետ առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը եւ բարձրացնելով օգնության կազմակերպման արդյունավետությունը։ Լրատվությանը հատկացված ժամանակը սպառված է, ռադիո լուրը թարմ տեղեկատվություն կներկայացնի ժամը 11-ին, ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Իմ աչքերում մարել ես դու, իմ հոգու մեջ մարել ես դու, դարձել ես ուշն իմ անցյալի, դարձել ես երկրիմ ներկայի, գուցե դու ինձ չհավատաս, գուցե ժպտաս դու հեգնանքով, և կեզ տվա թե ինձ կարոտը կհաղթի, բայց ինչ-որ բան դու կոտրեցի, ինչ-որ մի բան կորավ իմ մեջ, կոտրած հոգում կորած հույսի, միշտ անհնար է միասին, կարծես երազ էր սերը մեր, երկար երազ կամ ձայն ամբեր, բայց հեռացավ կամու նման երազը մեր, բայց աղմկում է իմ հոգին, ու գանգատվում է իմ հոգին, նա կրակում է լսելով իմ երկն անցած սիրո մասին, ուզում է սիրտս ովանա, ու չվարվի հոգուս նման, բայց շատ դժվար եմ դիմանում ես բաժանման, ինչ-որ մասնիկ ինձնից գնաց, մի բան կորավ անվերադարձ, ու չգիտեմ ինչպես ապրեմ, ու լուսացնեմ գիշերը մութ, ոռնում եմ ես առանց ձայնի, դարձել ես ուշն իմ անցյալի, դարձել ես դու մի ուրվական իմ հուշերի, սիրող սրտը
եղիր հավերժ Սիրող սրտերը թող չբաժանվեն Սիրող սրտերը թող չկոտրվեն Սիրող գարունը թող լինի հավերժ Սեր եղիր անվերջ Սուրճ ու սեր առավոտից։ 10-10 բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, ովքեր 9:30-ից են մեզ հետևում եւ մեկ անգամ ողջունում ենք եւ ուրախ ենք, որ շարունակում եք հետևել մեզ։ Հիշեցնենք, մեզ կարող եք նաեւ դիտել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում եւ armradio.am կայքում։ Եվ այնտեղ կտեսնեք արդեն նաեւ մեր հյուրին, որովհետեւ նա արդեն տաղավարում է եւ ժամանակն է, որ սիրով ներկայացնեմ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոեմի Անդրեասյանն է հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք տեսնելու ձեզ մեր տաղավարում, միանգամից լուսավորվեց տաղավարը եւ ուրախ եմ, որ հենց Նոեմին է սիրո տոներին մեր հյուրը, որովհետեւ նա ամեն անգամ երբ հանդիպում ենք, նա մի շատ հետաքրքիր մաղթանք ունի, որը միշտ իրականանում է, վերջում միշտ ասում է՝ «Ուր նայես, սեր տեսնես»։ Այո, որ կողմ նայեք, սեր գտնեք։ Դա բոլորին եմ մաղթում ու իրականում հետաքրքիր վիճակագրություն ունեմ, նույնիսկ ամենատխուր աշխատանքի մեջ խորասուզված, ինչ որ մտքերի մեջ թաթախված մարդուն, երբ որ ասում ես ամենակարևոր բանը պիտի ասեմ, քեզ զարմացած նայում ասում որ կողմ նայես սեր գտնես, մի անգամից լուսավորում ձեր ասած սենյակը լցվում է արևով։ Ահա, շատ լավ մաղթանք է։ Այսօր առավել քան տեղին է այդ մաղթանքը եւ բազմիցս կհնչի։ Նոեմի Սուրբ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսիտոն, մենք մի փոքր տոնի նախապատմությանը անդրադարձանք, հիմա լսենք ձեզ ինչքանով է այս տոնը եկեղեցական կյանքում կարևորվում։ Եկեղեցական կյանքում շատ կարևոր տոն է ինքը, որովհետև քրիստոնեությունը սիրո կրոնն է, քրիստոնեությունը սիրո քարոզն է, Աստված սեր է եւ Աստված սերը այդ Քրիստոս Աստված բերեց այս կյանք եւ սեր քարոզեց։ Ամենակարևոր բանը, որ Քրիստոս արեց իր երկրային կյանքի ընթացքում, դա սեր քարոզելն էր, որովհետեւ կարևոր են հույսը, հավատը եւ սերը, բայց եթե չկա սերը, մնացած ամեն ինչ ավելորդ են դառնում եւ եկեղեցին չէր կարող անմասն լինել այդ սիրուց եւ թեև Սուրբ Սարգիսը 4-5-րդ դարի գործիչ էր, բայց 11-12-րդ դարում Սուրբ Ներսեր Շնորհալին նորից վերանայեց, կենսագրությունը թարմացրեց, կենսագրությունը հավաքեց, գրառեց, որպեսզի եկեղեցական կյանքում համայնքին նորից սեր տարածելու առիթ ստեղծի։ Քանի որ պատմություններն իրականում տարբեր են եւ ավանդույթները, ինչու հենց Սուրբ Սարգիսը կապվեց սիրո տոների հետ, որն է իրական պատմությունը տոնի հետ։ Սուրբ Սարգիսը որպես սիրո տոն շատ հետաքրքիր է իրականում, որովհետեւ Սա տոն է ոչ միայն նրանց համար, ովքեր արդեն սերը գտել են, սա տոն է նրանց համար, ովքեր դեռ սերը փնտրում են, որովհետև տեսնում ենք ժողովրդական սովորության համաձայն այդ ժողովրդական խաղը կա չէ, աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն թե ով է իրենց ընտրալը լինելու ապագայում, բայց սա նաև սերը զինվորականների, որտեղ Սարգիսը զինվորական էր, սա նաև տոն է հայրեր եւ որդիներ հարաբերությունների մասին, որտեղ Սուրբ Սարգսին տեսնում ենք իր որդու հետ անընդհատ եւ նույնիսկ արվեստագետներն ասում են, որ այն նկարներում, որտեղ Սուրբ Սարգիսն է պատկերած, անպայման որդին կա եւ հենց դրանով են նույնականացնում, թե սում սրբապատկերն է, եթե որևէ այլ գրառում չկա։ Այս առումով շատ ընդգրկուն սիրո տոն լինելով պատահական չի, որ ինքը դարձել է մեր կյանքի, մեր առօրյայի մի մաս, ցավոք 20-րդ դարում ինչպես շատ տոներ մոռացության էր մատնվել եւ Սուրբ Սարգիսը դարձել էր աղի բլիթ ուտելու օր, այսպես ասած, եւ լավ է, որ արդեն 21 տարի Արարատյան թեմի նախաձեռնությամբ տոնը նորից վերադառնում է երիտասարդներին եւ այսօր իսկապես բոլորը սպասում են եւ անգամ բիզնեսն է սկսել հետաքրքրվել եւ իրենք նվերներ են առաջարկում, իրենց մոտ հյուրընկալություններ, հյուրասիրություններ տարբեր կերպ օգտագործում են տոնը, որովհետեւ սերն այնքան լայն ու այնքան մեծ է, որ տեղով ասես կարելի ինչպես ասես կարող ես տարածել։ Եվ եթե չեմ սխալվում, հենց վերջին տարիներին չէ, այն նաեւ երիտասարդների բարեխոս հռչակվեց։ Այո, երիտասարդների օրհնության օրը եկեղեցում Սուրբ Սարգսի տոնը եւ բայց մի բան է հրճակել, մի բան է տոնը տոն դարձնել, որովհետեւ պիտի ամեն օրյա ջանքով ամեն
ուժ ներդնելով կարողանաս տոնը իսկապես տոնի վերածես, որովհետև պիտի չլինի դա մի բան, որտեղ գնում ես որպես հանդիսատես, մասնակցում ես պիտի լինի ներառական, որտեղ դու գնում անմիջապես ինքդ ես մասնակցում, դու ես գնում խանութ նվեր ընտրելու, դու ես գնում բացիկ ընտրելու, ինչ որ գիրք գնելու, որ Սեր Խոստովանես եւ այլն, այս տարի էլի ունենք Սիրո Խոստովանություն գրքով կամ իմ գաղտնի գրքասեր ունենք եւ այսօր դեռ հնարավորություն կա վերջին օրն է այսօր կարող են գնալ գրախանութից գիրք վերցնել #-ը ասեմ ուղղակի իմ գաղտնի գրքասեր կամ Սիրո Խոստովանություն գրքով 2026 որ Facebook-ում գտնեն իվենթի մասին, ծրագրի մասին մանրամասն կիմանան եւ աղը բոլորին կսպասենք արդեն այդ իրենց Սիրո Խոստովանությունները ստանալու։ Իդեպ Սիրո Խոստովանությունները այսօր մեզ պատմում մեր եթերում անում են նաև մեր ռադիո լսողները եւ այս պահին նույնպես զանգ ունենք, տեսնենք թե ով է իր սիրո պատմությունը պատմելու կամ գուցե հարցեր ուղղելու մեր հյուրին։ Բարի լույս։ Խնդրում ենք ռադիո ընդունիչից ավելի հեռու կանգնել, որպեսզի կարողանանք լսել ձեզ եւ ոչ թե հենց մեր ձայնը։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ահա։ Բարև ձեզ։ Ում հետ ենք զրուցում։ Հրազդանից եմ։ Բարի լույս եղեք։ Սոլդատի համար ես զանգել եմ նորից ձեզ։ Այո, հիշում ենք։ Ուրեմն սիրո պատմությունը 84 թվականին ասել, բանակից նոր էի վերադարձել, տենց կա աշճիստակ, աղջիկներ, ուղղակի երես օրոքորը սարսի քրոշներ, տեսել, բա գնալու ենք ուզելու։ Ասում նոր եմ եկերվան, վերջը, տենց գնացինք, որպետի գնայինք ուզելու, մեքենա ունեի աղջինի ժամանակ։ Ասի ես անպայման պետք է հանդիպեմ, աղջիկան առանց հանդիպել չի լինի գնալ ուզելու։ Ինքը մեր մոտ Հրազդանում տեխնիկում սովորում էր, վերջն են ստացավ, գնացի հասա դրան, որ հանդիպեցի, հետո ես իմ մեքենայով տարը իջեցրեցի, իկուն էլ գնացինք ուզելու, ոնց որ ասացի, տենց ստացվեց։ Այսինքն սիրահարվեցիք երբ տեսակ։ Ճիշտ եմ հասկանում։ Մի քանի ժամվա մեջ տենց հասցրեցի, երկու խոսքով փոխանակեցինք, վերջը գնացինք ուզել, ինչ եմ ուզում ասել։ Եկանք ամուսնացանք, համատեղտյանք վայելեցինք ու ուզում եմ ասել, որ սերը գոյանում է տարիների ընթացքում, համատեղտյանքի ընթացքում ավելի շատ։ Եվ ոչ թե վերանում, ինչպես հաճախ մտածում են։ Հա, դե տենց էլ ալու։ Դե իհարկե։ Իմ դեպքում ես հասկացա, որ սերը համատեղտյանքի ընթացքում ավելի է ուժ գնանում, ավելի է մեծանում, շատանում ու տենց ապրեցինք, ունեմ երկու տղա, մեկը ծառայում է փոքրս, մեծս էլ ամեն մեկս ունենք մեր բիզնեսը, տենց այսպես ասած։ Բայց մինչև բիզնեսները շատ դժվար կյանքով ենք ապրել, դժբախտություն ենք տեսել, այդ դժբախտությունից հետո նորից երեխա եմ ունեցել, ես արդեն 62 տարեկան եմ, բայց ծառայող տղա ունեմ էլ բանակում։ Ահա։ Ես ուզում եմ բոլոր զինվորներին բարի ծառայություն մաղթել եւ բարի վերադարձ մաղթել բոլորին։ Տղան 2 օր առաջ ասացիք վերադարձել է բանակից, այո, այնպես որ եւ նաեւ նամի նշեց, որ զինվորների տոնն է նաեւ հենց այսօր։ Այո, Սուրբ Սարգիսը շատ ուղիղ կապ ունի զինվորների հետ։ Առաջ չի զորացել, ինքը մի տարվա ծառայող է, ծառայում է դերել է։ Չէ, Նոեմի տղան է, մեր ջուրի տղան է 2 օր առաջ զորացրվել, այո, նրան արդեն հասցրել ենք շնորհավորել, ձեր տղային նույնպես բարի ծառայություն ենք մաղթում եւ շատ շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալ ենք, որ զանգահարեցիք, եւս մեկ հետաքրքիր արդեն կյանքի պատմություն էր, ոչ միայն սիրո պատմություն, եւ վերադառնանք Սուրբ Սարգսի տոնին, ինչ է վաղը սպասվում, Նոեմի։ Քանի որ Սուրբ Սարգսի տոնն է եւ բոլոր Սարգիսների եւ Մարտիրոսների անվանակոչության տոնն է, Սարգիսների, Սարգսյանների, Մարտիրոսների եւ Մարտիրոսյանների անվանակոչության տոնն է, այդ առիթով պիտի շնորհավորեք նաեւ ձեր ընկերներին, հարազատներին։ Այդ անունը կրող եկեղեցիներում Սուրբ Պատերակ կմատուցվի Երևանում, դա առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցին է, Մաշտոց Պողոտայի սկզբում, Իսրայելյան 21 հասցեում ավելի կոնկրետ, եւ 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում այնտեղ Պատերակ կմատուցվի։ Արդեն 11-րդ տարին լավագույն զինվորների պարգևատրությունը տեղի ունենալու, որի 11-րդ անգամ առանց ընդհատումներ իրականացվել 2016 թվականից, ցուցակը ներկայացնում է Պաշտպանության նախարարությունը, այս տարիների ընթացքում պարգևատրվել են շարքային զինվորներ, որոնք իրենց ծառայության մեջ կամ առաջնագծում աչքի են ընկել լավ քաջարի ծառայությամբ, պարգևատրվել են նաև սպաներ, գնդերեսներ են պարգևատրվել, հատկապես հետպատերազմական այդ շրջանում իրենց ծանր աշխատանքի համար խրախուսանքի ու գնահատականի են արժանացել։ Այս տարի եւս 11-րդ անգամ կպարգևատրեն Պաշտպանության նախարարության ներկայացրած ցուցակներով։ Սա մի
միջոց է, որով մենք փորձում ենք մեր երախտիկը հայտնել հայրենի պաշտպաններին, ցույց տալ, որ ձեր թիկունքն ամուր է, մենք այստեղ ենք, մենք էլ արթուն ենք եւ ձեր շնորհակալություն ենք հայտնում ձեր նվիրումի ու անձնազոհության համար։ Իդեպ եւ հատուկ կարծում եմ շնորհավորենք եւ ողջևորենք, ողջունենք նաեւ այն աղջիկներին, որոնք իրենց սիրելիներին սպասում են նաեւ բանակից, որոնց սիրելիները ծառայում են, հիմա նոր տերմին կա, չէ, ասում են long distance, հեռավար կամ հեռահար հարաբերություններ, համբերություն ենք մաղթում եւ էլի լավ ծառայություն Նոեմի երիտասարդների ամենասիրելի ավանդույթին գանք աղի բլիթը, բազմաթիվ պատմություններ կան, նախ այսօր ենք, չէ, ուտում, այսօր գիշեր ենք ուտում։ Նախորդ եկեղեցական տոների մեջ այսպիսի հասկացություն կա, երբ որ տոնը սկսում են նախատոնակով, նախորդ օրը երեկոյից։ Մենք դա տեսնում ենք թե Սուրբ Ծննդյան պարագայում, թե Սուրբ Հարության պարագայում, թե Տիառնթառաջի պարագայում, իդեպ առիթ օգտագործան, որ Տիառնթառաջը փետրվարի 14-ին ենք նշում, բայց քանի որ նախատոնակ ունի, մենք 13-ի օրացուցային, այսպես ասած, 13-ի երեկոյից ենք սկսում, դա էլ սիրո մի տոն է։ Սուրբ Սարգսին էլ ժողովրդական այդ սովորությունը նախատոնակին է արվում, որ աղի բլիթ են ուտում ժողովրդական այդ խաղով եւ փորձում են գտնել եւ երազում տեսնել նրան, ով իրենց սիրո առաջարկություն կանի կամ կդառնա իրենց կյանքի կեսը։ Եվ այդ մասով էլ շատ են բնդումները։ Մի մասն ասում է, որ պիտի երջանիկ հարաբերությունների մեջ գտնվող կին պատրաստի աղի բլիթը, ասում է, որ պիտի հայրին պատրաստի։ Ի վերջո ով պիտի պատրաստի աղի բլիթը։ Մեր ազգագրական նյութը շատ տարբեր է, քանի որ մենք հայկական տարբեր համայնքներում, այսպես ասած, թե պատմական, թե գաղթօջախներում ամենտեղ մի սովորություն կա։ Ես նույնիսկ հանդիպել եմ, որ տղամարդը պիտի սարքեր շատ հազվադեպ։ Մի պարագայում ասում են, որ այրիկին պիտի պատրաստի, մի պարագայում ասում են, որ երջանիկին պիտի պատրաստի, մի պարագայում ասում տղամարդ պիտի սարքեր, փոքրիկ սովորությունը շատ տարածված չի եղել։ Ես ինձ որ հարցում են ինչ պետք է ասում, դա նախ խաղ է, իրականում դրան պետք է վերաբերել որպես խաղ, այո, եւ եթե ուզում ես ամեն դեպքում այդ խաղաս ընտանեկան ավանդույթի համաձայն շարժվիր։ Մի հատ քրքր իր արմատները ուսումնասիրիր, որտեղ են իրենք ինչ են արել, ինչպես են արել, այդ կերպ շարունակիր այդ խաղը։ Եվ կա նաև հայտնի պատմությունը, փոխինձը, սմբակը, դա եւս ավանդություն է, չէ՞։ Դա եւս ավանդություն է, դա էլ հացի, ցորենի մշակույթի նկատմամբ մեր առանձնահատուկ սիրո մասին է, երբ որ տենց փոխինձով դնում էին տանիքին տատիկները եւ այդ կերպ փորձում էին իրենց ընտանիքի համար Սուրբ Սարգսի բարեխոսությունը, Աստծո օրհնությունը բերել։ Սա էլ հավելյալ մի լրացում է ընտանեկան տոն դարձնելու, որովհետև սա էլ մայրիկների եւ տատիկների սիրո դրսևորումն է իրենց ընտանիքի նկատմամբ։ Եվ գուցե քամիներ ինչ որ խաղում այդ փոխինձի հետ, չգիտեմ, ինչ առավոտյան փորձում էին հասկանալ արդյոք Սուրբ Սարգիսը անցավ իրենց տան մոտով թե չէ։ Եվ գաղտնի գրքասերից խոսեցինք, որը տարիներ շարունակ անցկացվում է, կան պատմություններ, զույգեր, որ ձևավորվել են այս խաղի շրջանակում։ Այո, խաղի անցած չէ, նախանցած տարի երկու տղաներ որոշել էին, որ իրենց սիրելիներին պիտի խոստովանեն, բայց ցավոք գրքերի միջոցով տղաներից մեկի սիրելին ում սիրահարված էր այդ աղջիկը եկավ գիրքը ստացավ, մյուսի սիրած աղջիկը այդպես էլ չեկավ գիրքը ստանալու, եւ դրա համար աղջիկներին ուզում եմ խնդրել, որ մի կոտրեք տղաների սրտերը, անպայման մոտեցեք եւ ձեր սերը ստացեք, բայց անցած տարի մի տղա էր եկել, որ երկար սպասեց մինչեւ իր հերթը հասավ, ասում եմ, դու գիտեք ով է ձեր սեր խոստովանող, ասում եմ, չգիտեմ, բայց որ գիրքը ասեք, վերնագրից փորձեմ գուշակել։ Վերնագիրն ասեցի գրքի, մեկ ասեց, աներս է ինձ նվիրել։ Եղել են պատմություններ, որ համարյա նշանված են եղել, բայց տոնից 2 օր առաջ կռվել էին, բաժանվել էին եւ աղջիկը այդպես էլ չեկավ ու գիրքը չստացավ, բայց տղան չեկավ գիրքը հետ վերցնելու։ 1 տարի հետո նորից տոնի նախընթաց ժամանակը զանգել էր գրախանութ եւ խնդրել թե գիրքը պահպանվել է, խնդրում ենք այդ աղջկան ուղարկեք, որտեվ իրենք արդեն հաշտվել էին եւ հետո ամուսնացան։ Կարևորը երջանիկ ավարտ ունեցավ պատմությունը։ Նույնիսկ ժամանակավոր դադարները իրական սիրո ճանապարհին խոչընդոտ չեն։ Շնորհակալություն Նոեմի։ Ես ձեր ունկնդիրների համար 2 գիրք եմ բերել, մեկը նոր կտակարանն է եւ մյուս աղոթամատույց, կարծեմ Վիկտորինա պիտի անեք։ Այո, սիրով կնվիրենք։ Այո, կմիացնենք մեր նվերին եւ սիրով այսօր կնվիրենք մեզ զանգահարող ռադիո լսողներից մեկին։ Եվ 2 կարևոր բան պիտի ասեմ ի վերջո, ժամանակը ստողների մեր տոնի
կարգախոսն է, Նավասար Սրբազանի հաստատած կարգախոսն է, սիրո ուժն է անհաղթ, երբեք չկասկածեք դրան, որովհետև սերն իսկապես միշտ հաղթում է, նույնիսկ եթե դժվարությունների միջով է անցնում, այդ դժվարություններով կոփվում է եւ միևնույնն է անհաղթ է, որովհետև հաղթում է։ Եվ որ կողմ նայեք, սեր գտնեք։ Շնորհակալ ենք, ահա այսօրվա մեր նվերները հարստացան, այն էլ սուրբ նվերներով աղոթագիրք, այնպես որ 553702 շարունակեք զանգարել մեզ, Նոեմի, լավ օր ենք մաղթում, դու էլ ուր նայես սեր տեսնես։ Շնորհակալություն շատ։ Քանի անգամ է սիրտն իմ երազել, թե քանի անգամ եմ քեզ պատկերացրել, դու հայտնվեցիր մի օր իմ անփոխարինելի, ու սովորեցրիր սիրել կյանքը ավելի, իմ սիրտն եմ քեզ իմա տալիս, խոստացիր որ կպահես մի քանի որ պատահի սիրտն եմ քեզ հիմա տալիս խոստացիր կպաշտպանես այն քոնը թող լինի պահիր չկոտրվի վստահում եմ ինձ քեզ թե քանի անգամ Ես փորձել կորցնել, թե քանի անգամ ես դու ինձնից փրկել, դու անհավանական հեքիաթ ես, սեր ես իրական, դու անհնարին աշխարհ ես, հավիտենական, քեզ ամբողջ հոգով շնչով եմ, զգում ամեն վայրկյան, ինձ իմանայիր ու տեսքոնն եմ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:29 է, մենք վերադառնում ենք ուղիղ եթեր, այսօր խոսում ենք հիմնականում սիրո մասին, թեև ամեն օր եւ ամեն րոպե կարծես դրա շուրջը պտտվում մեր կյանքը եւ ունենք հեռախոսազանգ։ Բարի լույս։ Հալո։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ով է մեզ միացել։ Ես Սահակն եմ Հոկտեմբերյանից։ Ահա, շատ ուրախ Ողջույն, եմ։ բարի լույս Սահակ։ Ողջունում եմ բոլորից, շատ սիրելի հաղորդաշարում եք, ամեն օր կարելի ասել լսում եմ, մեքենայից մեջ վարում եմ, մեքենային վարում, դրա համար ժամերը զուգադիպում են իրար, էլի։ Հրաշալի է, շատ ուրախ ենք եւ շնորհակալ որ լսում եք մեզ։ Պատմություն պատմել, այո, բայց ամեն ուզում եմ ասել, որ ինձ թվում է չպետք է լինի սերը հատուկ ինչ-որ օր, սիրո պետք է լինի ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, այսպեսի բանով, սերը պետք է ամեն օր լինի։ Համաձայն ենք, միանշանակ։ Պատմությունը ուրեմն վերաբերվում է ծառայության ժամանակ է եղել այս պատմությունը։ Ես ծառայում էի Ղարաբաղում 2000 թվականների պատմություն է դա։ Ընկերուս հետ շփվում էինք նամակներով, չկար հեռախոսներ, բաներ այդ ժամանակ չկային։ Շատ դժվար էր, նամակագրությունով էր այդ շփումը մեր։ Ու ասեմ, ես էլ ծառայում եմ նվագախմբի մեջ էի, ծառայում եմ։ Մի խոսքով մի հատ ընտանիք ունեինք, այդ զինվորներով հավաքված, որից որ ամեն մեկը ստարածում էր իր այդ ամենի պատմությունով ով նամակ էր ստանում էլի, այսպես։ Բոլորն էլ գիտեին, որ ընկերություն ունեմ, շփվում ենք, նաև մեր հետ շատ մոտ մտերիմ էր հրամանատարի վարորդը։ Ասել իր ազատ ժամանակները անցկացնում էր մեր հետ, էլի։ Եվ ամեն մեկից պատմությունը կարելի էր ասել, ամեն գիտեր։ Մի խոսքով մի օր նամակ ստացա ընկերությունից, իրենց տանեցիները ինչ-որ ուզում էին գնային բան, հեռավոր երկրներ ապրելու, ուզում էին, որ աղջկան էլ տարած լինեին, դե մենք էլ որ իրար հետ շփվում էինք, բան, մի քիչ բանի մեջ էին, չգիտեին ոնց արվեր, եւ այսպես ընկերուհիս նամակ ուղարկում ինձ, այդպես լավ լինելով նամակի վրա բան արդյունքները որ թափված են լինում, բանը մի քիչ գրած թանակը բան է լինում, ջնջված։ Դժվար ընթերնելի մի խոսքով, այսպես տպավորությունները հասկացեք, այդպես տխուր նստած ենք, բան մեկ էլ եկավ է զորամասի հրամանատարի վարորդը։ Բայց ինչ ա եղել էս, ինչ է եկսես բան, ու Ղարաբաղի լրիվ այդ լեզովն են հետաքրքիր էր։ Բան այդ տղաներից մեկը կյաժի ընկերուին տանում են Ամերիկա, գնում ուզում են իրան էլ տանեն, այսպես, ոբշեմ նամակ ա ուղարկել, չգիտենք ինչ անենք։ Այս վարորդը ոչ մի բան էլ չկորցեց, էլի, բոլորիցս լավ գիտեր ճանաչում էր, վերցրեց մի անգամից նամակը, բանարից ասեց, ես էսի կտամ հրամանատարին, բան։ Այ բանամ գործ չունես, ամուտայից մեկով մի խոսքով, տես տարել էր նամակը, եւ 2 օր անցավ, թե 3 օր անցավ, այդ հերթափոխի բանի նվագելու ժամանակ, երեկոյան ժամի 5-6-ի կողմերը, որ հերթափոխը փոխվում է նարյադ է, այսպես ասած։ Մեկով հրամանատարը բանի պատուանը բացեց, առաջի հարգում էր, էլի։ Մենք էլ հենց իրան դիմացը կանգնած էինք պլացում դուրսը, բացեց ասեց, կյաժ ում սիրածնա նամակում, ես էլիս բոլորը կանգնած է զորամասի մեջ, դի ասեմ ես եմ հրամանատար, մի խոսքով, իմ սենց ասեցի, ասեց արի մոտս լը, գնացինք ու ասեմ այդ ժամանակաշրջաններում բան կար, կավենների մրցույթ կար Ղարաբաղի մեջ, ու այդ մեր զորամասի, մեր այդ քաղաքի կավենի խումբը 2 տարի գրավեց առաջին տեղը ամբողջ Ղարաբաղի բանով, էլի ամենակարելի ասել այդպես ճանաչում էին մեզ, ու այդ սենյակի մեջ էր նաև այդ քաղաքի քաղաքապետը, որը որ նույնպես ճանաչում էր համ ինձ, համ այդ խումբը, մի խոսքով այսպես, ասեց ալը տեսե ասել կյաժի ինգերուին ասում բանը նամակը ուղարկե, անում են մի խոսքով, սենց լեսել նամակը ու ցույց է տալ, էլի, տես լղոտված թանակով բանը, ասում ինչ անեմ, էլի, ասած, ոնց ասես տնենց անեմ, ասես, պիտի թողես գնա կյաժը, էլի։ Բանը դուրս չեք է հրամանը, որ զորացրվեն, զորացրվելու Ի վերջո, պատմությունը ինչպես հանգուցալուծվեց, երջանիկ սիրո ավարտեց ես մոտ։ Շատ ժամանակ չունենք ամբողջ մանրամասները լսելու ներողությունը։ Մի խոսքով այսպես բանը ասեց համարը հիշում ես, համարը գիտես գոնե կյաշ, այդ տան համարը էլի բանի ինգերուս ասի, հա ոչ չէ հրամանատար։ Հենց իր մոտից վերցեց զանգեց աղջկատուն, ասեց եղբայրն էր վերցել ամ բանը, հեռախոսը ասել էր նա տվեք լիդային շուտ հեռախոսը տվեք իրան, վերցեց ու
մի բան չկա խափելու, ասեց աղջիկ ջան, ասեց Սահակի գաժի հրամանատարն է։ Ես խնդրում եմ քեզ, գործընկերներին, որ չգնաք, մի քիչ հետաձգեք, մինչև առաջի պրիկազը դուրս գա, ես գաժին ուղարկեմ գա։ Ահա։ Այսպես խոսեց ընկերուս հետ ու անջատեցին դերախոսը։ Եվ հիմա միասին եք։ Չոնտավ այդ բանը հրամանը դուրս եկավ, ես համեր շնորհակալ եմ Զորամասի հրամանատարությանը, անգամ այո իմ գնացած ժամանակից 20 օր էլ շուտ հենց պրիկազը դուրս եկավ ինձ ուղարկեց, գնա ասեց քաշ։ Գնա հասիկոսիրուն։ Ես եկա Հայաստան, Հայաստան եկա ու բանը առաջի ընկերուհի մեջ ու իր տանեցիների մեջ ավելի սերը եւ այդ բանը ավելի պնդացա, որ հավատացին էլի, որ ես շատ դուրջ եմ իմ բաների մեջ, սիրո մեջ եւ չգնաց ինքը այդ երկիր ծնողները գնացին, իր գործերը չստացվեց, մենք միացանք, ամուսնացանք։ Վերջապես։ Այո, փառք Աստծո համար ու մինչև առ այսօր այդ տեսեք դուք այս թեման բացեցիք, ես անգամ այս բանի մեջ հիշեցի ու մնաց տանը ամեն օր ամեն բանին միշտ հիշում ենք, որ հիշում ես հրամանատարը զանգեց այսպես բան ու էսի ավելի իսկական հրամանատար։ Եվ հաշվի առնելով նաև որ սա նաև զինվորների տոնն է, սա առայժմ իմ ֆավորիտ հեռախոսազանգն է, ձեր անունը կհիշեցնեք։ Սահակ։ Սահակ։ Սահակ, այո։ Լավ, հիշենք ձեր անունը, որովհետև այս պահին սա իմ ֆավորիտ դեռ պատմությունն է, եթե ավելի հետաքրքիրը չլինի, անպայման կխնդրենք, որ Սահակը նորից զանգահարի մեզ։ Այո, շնորհակալ ենք, ռադիո սերիալի հետևեցինք, կարելի ասել, ես ճիշտ ասած հիշեցի Անահիտ Մանուկյանի հայտնի Երևան տեսալովակը, երբ ընտանիքը պետք է լքի Հայաստանը, իսկ սիրած աղջիկը վերջում Զվարթնոց օդանավակայանից հետ է վազում, բավական ծավալուն սիրո պատմության ծանոթացանք, հիմա վերադառնանք մեր տաղավար եւ շարունակենք զրուցել եթերի այս հատվածում արդեն գրականությանն ենք անդրադառնալու Վեգա խնդրեմ ներկայացնես մեր հյուրերին որոնք համբերատար սպասում են մեր տաղավարում եւ նաեւ հայոց լեզվի կարեւորության վերաբերող մի նախաձեռնության մասին խոսենք մեր հյուրերն են Ամրոց հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանը բարի լույսանի եւ Ծիլտուր հայերեն ստեղծագործական մրցույթի ժյուրիի անդամ Գոհար Մանուկյանը բարի լույս շնորհակալ ենք ուրախ ենք որ օրը մեզ հետ եք սկսում մեր տաղավարում եք եւ քանի որ ժամանակը շատ չէ երևի խնդրենք միանգամից մեզ պատմեք մրցույթի մասին ինչ մրցույթ է սա եւ ինչ նպատակ ունի Շնորհակալություն հարցի համար Ամրոց հիմնադրամը 2022 թվականից իրականացնում է Ծիլտուր հայերեն մրցույթը նպատակը հարթակ դրամատել հայ պատաններին հայերենով ստեղծագործելու համար եւ այս տարի մի այսպես փորձարկում արեցինք ոչ միայն Հայաստանում ապրող հայ պատանների համար, նաեւ Սփյուռքում ապրող հայ պատանների համար Մրցույթը ունի 3 անվանակարգ՝ գրական ստեղծագրություն, պաստառների ձևավորում եւ պատկերապատում։ Պատկերապատումը նույն կոմիքսն է, մեզ հայտնի։ Եվ սրանք հիմնական անվանակարգերն են։ Այս տարի օտարագիր անունով եւս մեկ խրախուսական անվանակարգ ավելացրեցինք այն հայ պատանների համար, որոնց ստեղծագործական լեզուն հայերենը չէ։ Եվ նպատակը ստեղծել աշխարհասփյուր հայերի համար հարթակ հայրենի ողջ գունապնակը ցուցադրելու համար ոչ միայն արևելահայերենով, նաև արևմտահայերենով Հայաստանի մյուս բարբառներով ստեղծագործելու համար։ Գրեթե հոկտեմբեր ամսից մենք այս գործընթացի մեջ ենք հայտերի ընդունում եւ այլն 200-ից ավել հայտ ենք ստացել Գոհարը ավելի մանրամասն ժյուրիի տեսակետից կասի բայց հետաքրքրականն այն էր որ 200 հայտերից միայն 10-11 հայտներ որ Սփյուռքից ստացանք չնայած սա առաջին տարին էր հուսանք հաջորդ տարին ավելի շատ կստանանք հայտեր Գոհար, ինչ են ներկայացնում հայտատուները, ինչն է ձեզ համար հետաքրքիր բացահայտում, հատկապես այս տարի։ Ստեղծագործական աշխատանքները վերնագիրը կոչվում էր Իմ անունով երկիրը ու շատ հետաքրքիր էր նաև բացահայտում էր ծանոթանալ թե այս սերնդի երեխաները, պատանիները ինչ են պատկերացնում Իմ անունով երկիրը խորագրի ներքո ու յուրաքանչյուր աշխատանք գուցե 200-ից ամենատպավորիչը 20-ն էր, հետո դարձավ 10, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր պատկեր մենք ստացանք, թե այս սերնդի համար որն է երկիրը։
ամեն սերունդ ունի իր պատկերացրած երկիրը եւ հատկապես ինձ համար ով նաեւ մասնագիտությամբ ժուրնալիստ է, ինձ հետաքրքրում էր թե արդյոք այսօրվա երիտասարդությունը զգում է այսօրը եւ հիման։ Արդյոք նրանք հասկանում են թե ինչ է կատարվում իրենց երկրում, իրենց շուրջ բոլորը, թեկուզ արտերկրում ապրող իրենց հայրենակիցների համար որն է երկիրը ու ի զարմանս մեզ ժյուրի անդամների, այո, այսօրվա երիտասարդությունը շատ տեղեկացված է։ Մենք չունեինք հնարավորություն նրանց ի սկզբանե տեսնելու, որովհետև գաղտնի էր, եւ կարդալու ընթացքում ոնց որ դու պատկերացնում ես թե ովքեր են այդ երեխաները, եւ ոչ մի ձև ու ինչն է հետաքրքիր, որ ի սկզբանե ես վստահ էի, որ այն աշխատանքները, որոնք որ ես ընտրել եմ, գոնե 5 հոգին տղա են, բայց վերջում պարզվեց, որ բոլորը աղջիկ են։ Ինչը խոսում է նրա մասին, որ շատ համարձակ մեր աղջիկները տղաներին չեն զիջում, ինչը շատ ուրախալի է, որ կան տեսանկյուններ, որ թվում է թե միայն տղաները կարող են հասկանալ, զգալ, բայց ոչ, շատ համարձակ գործեր էին։ Հետաքրքիր է, իսկապես այսօրվա սերնդի, Gen Z-ի հետ կապված մեր պատկերացումները այլ են, որ միգուցե չեն ճանաչում հայրենիք, երկիր, այս աշխարհի քաղաքացի են եւ չունեն այն զգացումները, ինչը որ տարիներ շարունակ մեզ դաստիարակել են, սերմանել են, բայց արի ուտես, որ ճիշտ հակառակն է, ինչը շատ լավ է։ Այո։ 14-ից 17 տարեկանների համար է, չէ, եթե չեմ սխալվում մրցույթը եւ ամսի 7-ին, փետրվարի 7-ին կլինի ամփոփիչ մրցանակաբաշխությունը, ինչ միջոցառում է սպասվում եւ արդյոք արդեն գոնե ձեզ համար հայտնի են հաղթողները, թե դեռ քննարկման փուլում են։ Փետրվարի 7-ին Divin Music Hall-ում New Make-ի կազմակերպած մեռային փառատոնի շրջանակներում ժամը 3-ին իդեպ տեղի կունենա Ծիլ Տուրհայրեն մրցույթի մրցանակաբաշխությանը։ Մենք գիտենք ովքեր են հաղթողները, բայց մասնակիցները 200 հայտատուները չգիտեն, բոլորին հրավիրել ենք։ Եվ տեղում կբացահայտվի այսպես հայտնի կդառնա հաղթողների անունները։ Անվանակարգեր կան առանձնացված։ Այո, յուրաքանչյուր անվանակարգում 3 հաղթող ունենք, սակայն այս տարի մեզ համար հետաքրքիր է նաև պատկերապատման անվանակարգի փորձը։ Մենք պատկերապատումով չունենք հաղթող։ Բայց կան դիմողներ։ Դիմողներ ունենք, այո, սակայն մենք հասկացանք, որ մինչ մրցույթը կարիք կա աշխատելու կոմիքսների հետ կապված ավելի հանրահայտ դարձնելու պատաների շրջանակում դա ոնց է լինում կոմիքս նկարելը, որից հետո երևի նոր հայտեր կստանանք այս տարի։ Այստեղ դեռ փաստորեն տեղ ունենք աշխատելու։ Ի վերջո սա Հայաստանում այդքան դեռ տարածված մշակույթ չէ, տարածվող գուցե ասենք, եթե չեմ խամ մի քանի ընդհանրապես կոմիքս կան։ Դա է խնդիրը, որ չկա առարկա նման, նաև հետաքրքրություն որպես խմբակները շատ քիչ են նման, երևի թե այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվել։ Ես վստահ եմ, որ ամրոցը արդեն ունի ծրագրեր այդ ուղղությամբ։ Այո, նախնական ծրագրեր ունենք, որ տարվա ընթացքում աշխատարանների ձևաչափով ցանկանում ենք աշխատել պատանների հետ, ավելի զարգացնել թե կոմիքսի հետ կապված աշխատանքը իրենց, թե պաստառների ձևավորման, ընդհանուր ստեղծագործական աշխատարանների կարիք շատ կա։ Ունեն պատանները հետաքրքիր մտքեր, սակայն դա դարձնել ընդհանուր ստեղծագրություն բավականին երկար աշխատանք է եւ ինքը դիսցիպլինա է պահանջում։ Բնականաբար։ Ինչն է հետաքրքիր այս աշխատանքներում, որ շատ աշխատանքներ նաեւ բարբառով են գրված, դու հնարավորություն ես ունենում տարբեր բարբառների հետ ծանոթանալ, Արցախից սկսած վերջացրած Տավուշյան գեղեցիկ բարբառը եւ սա նաեւ եւս մեկ անգամ նրա մասին է խոսում, որ ստեղծագործական աշխատանքը հենց լեզվի շնորհիվ կարող է դառնալ շատ տպավորիչ, ինչի համար մենք ուրախ ենք, որ ընտրել ենք այնպիսի աշխատանքներ, որոնք արժանի են ու նաև հետագայում Ծիլի ընտանիքի համար սրանք կլինեն նաև օրինակներ։ Գոհար, հետաքրքիր է հասկացանք, որ ամենակիչը դեռ կոմիքսներն են կարծես թե հետաքրքրում, բայց որ ժանրերում են ամենաշատը մեր պատանիները սիրում ստեղծագործել, դրանք ինչ որ այսներ են, թե SN-ներ հիմնականում կարելի ասել արձակ ոճի մի աշխատանք գրքից է երեխան ներկայացրել իր ապագա գրքից, որը մի հատված է ներկայացրել։ Թիզերը։ Այո, թիզերը գրքի։ Ու դա միանգամից աչքի ընկնում, որ դու հասկանում ես սա գրքից է, ինչը նաև
Շատ կարևոր փաստ է։ Օրերից մի օր կմասնակցի Նյումեգի փառատոնին։ Հերիք չէ այդ փառատոնը շատ բազմամարդ է, մի բան էլ 200 մասնակից կանչել եք այդ օրը հավելյալ խցանումներ եք առաջացնում։ Ասացիք, որ նաև Սփյուռքից են միացել, կարծես թե այս տարի, այ որ համայնքներից էլ ավելի հետաքրքիր է Սփյուռքի պատանիների պատկերացումը սեփական երկրի հայրենիքի հանդեպ։ Հետաքրքիր էր, որ ավելի շատ հայտեր ստացանք Դոնի Ռոստովի հայ համայնքից, մոտ 8 հայտ եւ պատաներից մեկը խրախուսական մրցանակ կստանա Դոնի Ռոստովից։ Ունենք Լիբանանի հայերից հայտ եւ Ամերիկայի հայ պատաներից հայտեր ունենք։ Հարցազրույցների ընթացքում ըստ մրցույթի փուլերի նախնական ընտրված 10-15 հոգին հարցազրույցի պետք է մասնակցեն։ Հետաքրքրական էր, որ դրսում ապրող հայ պատաների պատկերացումները շատ չեն տարբերվում Հայաստանում ապրող հայ պատաններից, սակայն կարոտներ են տեղ շատ, իրենք ավելի այսպես երասկոտ էին տեսնում ամեն ինչը, քան այստեղ ապրող հայ երեխեքը, դա շատ աշխատանքներում է նկատվում, պաթոսային, մի քիչ հին մտածելակերպ, ինձ թվում է շարադրությունների, ստեղծագործական աշխատանքները նաև պետք է աշխատանք ունեն անելու նաև ուսուցիչները, նոր միտք, նոր մտածողություն երեխաներին փոխանցելու համար, որովհետև կային աշխատանքներ, որոնք օրինակ ինձ տեղափոխում էին հեռավոր 91-92 թվական, երբ որ ես էի գրում շարադրություն ու հասկանում ես, որ կան մտքեր, որ պետք է ուղղակի փոխվի եւ սա ինչի մասին է խոսում, որ հենց աշակերտների հետ ուսուցիչները աշխատելուց այդ մտքերն են, որտեվ իմ տարիքի ուսուցիչները հիմա երևի այդ նույն մտքերը, որ իրենք են ունեցել, փոխանցում են աշակերտներին, երևի թե այստեղ հաստատ պետք է ինչ-որ գործ արվի, ընդհանրապես մի քանի շարադրություն ընթերցելուց, պատկերը հասկանալուց ինձ թվում է նաեւ ուսուցիչները ունեն շատ բան փոխելու։ Ներեք ավելացում անեմ, ոչ միայն ուսուցիչները, մենք հարցազրույցների ընթացքում բացահայտեցինք նաև հայ գրողների, ժամանակակից հայ գրողների հետ կապված մենք քիչ ընտրություն ունենք պատանների կողմից։ Ունենք քիչ հայ գրողներ, որը որ եւս ժամանակակից գրողներ, որը որ եւս նպաստում է նոր մտքի բացակայությանը, եւ սա եւս առիթ է տալիս նոր ծրագրերի մասին մտածելու։ Հատկապես մանկագիրները, եթե չեմ սխալվում, բավական քիչ են։ Քիչ են, նաև կան դպրոցում երեխաների մեծամասնություն ընթերցում է այն ինչ որ իրենց առաջարկում են, իսկ առաջարկում են շատ քիչ գրքեր, եթե այո, նաև հենց հայ գրականության մեջ կան գործեր, որոնք քիչ են երեխաներ ընթերցում, երևի թե սա միայն երեխաների պատկերը հասկանալու համար չէ, ստեղծագործական շատ տեղեր կարելի է բացերը գտնել ու փորձել լուծել Այն նշեցիք 3 անվանակարգում կլինեն հաղթողներ, ինչ է սպասվում հաղթողներին, բացի հաղթողի կոչումից։ Պատվոգիր։ Երկու հիմնական անվանակարգերում, պաստառների ձևավորում եւ գրական ստեղծագրություն անվանակարգերում դրամային մրցանակներ են սպասվում իրենց կողմից, մրցույթի գլխավոր գործընկերոջ կողմից է տրամադրվելու եւ բացի դա ընթացքում ունենք անակնկալ եւ խրախուսական մրցանակներ, խրախուսում ենք այն ստեղծագործողներին, որոնք որ լավագույնների մեջ չէին, սակայն իրենց աշխատանքը մի փոքր զիջում է դրանից, իրենց էլ տարբեր աշխատարանների մասնակցություն, բաժանորդագրություն տարբեր հավելված հրաշալի մրցանակ է պատանիների համար, իդեպ 200-ից 200 շուրջ 200 մասնակցից հաղթող ստեղծագործություններ հետաքրքրություն առաջացավ, ինչ որտեղ մենք նույնպես կկարողանանք կարդալ կամ տեսնել դրանք հրապարակվելու են, որտեղ Ես երևի թերթոնի մասին ասեմ, մենք այս մրցույթի շրջանակներում հրապարակել ենք Ծիլ տա թերթոնը, որը որ փառատոնի ընթացքում կտրամադրվի այցելուներին, սիրով հրավիրում ենք ձեզ նաև թերթոնում տեղադրված կլինեն հաղթողների աշխատանքները եւ ոչ միայն հաղթողների, նաեւ խրախուսական մրցանակներ ստացած մասնակիցների աշխատանքները, ինչպես նաեւ կայքեջերում կհրապարակվի, բայց ունենք բացի այդ Նյումեգն էլ իր կողմից 2 աշխատանքի առանձնացրել, որոնք տպագրվելու են ինքնագիր ամսագրում։ Շատ բարի։ Ձեզ հաջողություն ենք մաղթում նաեւ այն պատանիներին, որոնք մասնակցել են այս մրցույթին եւ կստանան մրցանակներ, ովքեր չէ, թող թե վաթափ չլինեն եւ շարունակեն Կներեք, այստեղ մի բաց թողեցի, անկախ նրանից խրախուսական թե լավագույն մրցանակը կստանան, բոլոր հայտատուներին 200 հայտատուների համար մենք եւս մրցանակ ունենք, բաժանորդագրության ձևաչափով է, այնպես որ բոլորը ուրախ գնալու են տուն։ Հրաշալի է, ոչ մեկ առանց նվեր չի վերադառնա։ Այո, շատ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ուրախ ենք, որ մեր հյուրն եք այսօր եւ մրցանակաբաշխության ընթացքում էլ, փառատոնի ընթացքում էլ հաջողություն ենք մաղթում, սիրով հիշեցնեմ, որ
Զրուցում էինք Կամրոց հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանի եւ Ծիլ տուր հայերեն ստեղծագործական մրցույթի ժյուրի անդամ Գոհար Մանուկյանի հետ։ Շարունակենք եթերը Սիրառատ տրամադրությամբ։ Աշխարհում կան չարքամիներ, ամեն ինչ թողնենք հեռանանք, տանելով մեզ հետ միայն սեր։ Եկ այսօր երկու սրտերից, թեւյուսենք որ կնդեպի վեր, ամեն վարքյան ապրենք հենց սկզբից, հավատանք որ կա միայն սեր։ Քեզ համար իմ սրտում իմ հոգում կա միայն սեր, եւ քեզ համար են հենց աչքերում վարվեն ծաղիկներ, հայելի արևը դառնա, որ նայեք տեսնեք միայն սեր, եկ այսօր հեռու աստղերին, հասցնենք սիրո ջերմ շողեր, որ երկնքից շպտան բոլորին, ասելով որ կա միայն սեր, քեզ համար իմ սրտում իմ հոգում կա միայն սեր, և քեզ համար են հենց որ իմ Քեզ համար ասվելար աշխարհում կա միայն սեր, կա մի հող մի երկինք, իսկ նրանց մեջ միայն սեր, միայն սեր, միայն սեր, Քեզ համար իմ սրտում իմ հոգում կա միայն սեր, և քեզ համար են հենց որ իմ կյանքում միշտ նոր երկեր աշխարհում կա միայն սեր, կա մի հող մի երկինք, իսկ նրանց մեջ միայն սեր, քեզ համար իմ սրտում իմ հոգում կա միայն սեր, և քեզ համար են հենց հորինվում իմ կյանքում միշտ նոր երգեր, ինձ համար այս խելար աշխարհում կա միայն սեր, կա մի հող մի երկինք, իսկ նրանց մեջ միայն Միայն սիրով տարվեցինք եւ դադար տվեցինք եթերում մեր եթերաժամի վերջին րոպեներն են ունենք մի քանի մեկնաբանություն դրանք էլ ընթերցենք եւ ամփոփենք այսօրվա մեր Սիրառատ Վիկտորինա էլ չասեմ սիրո պատմությունների մեր փոքրիկ մրցույթը Էսթեր Մխիթարյանը գրել է որ Սահակը պիտի հաղթի շատ հետաքրքիր պատմություն էր Սահակի պատմությունը եւ հումոր կար մեջը այո եւ բանակային սիրո պատմություն էր հարգանքներս ձեզ Շնորհիկ Շահինյանն է գրել խնդրել հիշեցնել հեռախոսամարը 553702 մեր հետագա եթերների համար կարող եք մտապահել թերևս մենք բարբերաբար փորձում ենք այն հիշեցնել Մենք նույնպես քանի որ համաձայն ենք Էսթերի հետ եւ շատ սիրել ենք Սահակի պատմությունը հատկապես որ ինչպես մեր նախորդ հյուրը Նոեմին նշեց սա նաեւ զինվորների զինծառայողների տոնն է այնպես որ Սահակ դուք եք այսօրվա մեր հաղթողը եւ թե Նոեմի բերած աղոթագիրքը կտակարանը եւ թե մեր փոքրիկ սրտիկը ձերն են այնպես որ խնդրում ենք եւս մեկ անգամ զանգահարել մեր սիրելի Լուսինեն ձեզ կհուշի թե ինչպես կարող եք վերցնել ձեր մրցանակները իսկ մենք եւս մեկ անգամ շնորհակալ ենք որ զանգահարեցիք ու մեզ հետ կիսվեցիք ձեր շատ սիրուն պատմությամբ հրամանատարին ենք շնորհակալ որ նպաստեց այո բոլոր այն մարդկանց որոնք նպաստել են սիրո կայացմանը եթե կարելի այդպես ասել եւ առհասարակ կարծում եմ դա էլ իրենից սեր է ներկայացնում երբ օգնում ես որ այլ մարդիկ հասնեն իրենց սիրուն այո դա եւս սիրո դրսևորում է բոլորիդ նախապես
երևս Նոյեմին էլ նշեց, որ քրիստոնեական տոները նախատոնակ ունեն, այդքան էլ նախապես չէ, արդեն շնորհավորում ենք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով, հիշեցնում, որ փաստորեն աղի բլիթ պետք է ուտել այս երեկոյան, ջուր չխմել, եթե փնտրում եք ձեր սիրուն եւ երազում արդեն կտեսնեք այն կնոջը կամ այն տղամարդուն, որը սեր կբերի, ջուր կբերի եւ այո, իսկապես սեր կբերի։ Ձեզ սիրառատ երեկո ենք մաղթում, սիրառատ օր, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Եվ ձեզ կասենք բարի լույս։ Այո, եթերն էլ եզրափակենք սիրառատ եւս մեկ երգով Stevie Wonder, I just called to say I love you, կհանդիպենք, լավ մնացեք։ No New Year's Day to celebrate. No chocolate covered candy hearts to give away. No first of spring, no song to sing. In fact, here's just another ordinary day. No April rain, no flowers bloom, no wedding Saturday within the month of June. But what it is something true, made up of these three words that I must say to you. I just called to say I love you. I just called to say how much I care. I just called to say I love you, and I mean it from the bottom of my heart. No summer's high, no warm July, no harvest moon to light one tender August night, no autumn breeze, no falling leaves, not even time for birds to fly to southern skies, no Libra sun, no Halloween, no giving